Աշխարհում ես չեմ տեսնի որևէ պետություն, որտեղ տեղի ունենա, ասենք, ողբերգական դեպք, տեղ ոնց որ զինվորներ էին այրվել, բանման, ու այդ ժամանակ դուրս գան արտիստներ կամ չարտիստներ, այսենց Instagram-ում ու սենց բաներ ան։ Հապեր կենցաղային հումոր, ես գարշում եմ այդ կենցաղային հումորից։ Փողոցում անկապ մարդիկ այս պոետի դեր այդ համազգաստ որ կա, այդ Վանոյին նկատի ունեի, բայց դու գիժ չես։ Եթե ես մեկին նկատի ունենամ, նախ դա շատ բարդ բան է, դա անհնարին է, որ ես, ինչ որ չեմ ասում, եսի մինչև, որ ես նկատի ունենամ ինչ որ քաղաքական գործիչի, նախագահի, նախարարի կամ ինչ որ ունենա, որովհետև ինքը իրենք ով են, որ ես իրաց նկատի ունենամ։ Ես քաղաքական գործիչներին եմ ասում, որ մի բան են ասում, ես ես եմ անելու։ Արին չի ես ասում։ Եթե դու ես ասում, արա, մտենակ ինչ ալ, դու չի ես ուրիշներին ասում, թե ինչ ես անելու։ Պարոն Սահակյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Աշխատանքային թեժ մթնոլորտում եմ ապրում վերջին ամիսներին, կարելի է ասել, քանի որ, ինչպես գիտեք, մի սքանչելի տրագիկոմեդիա է սպասվում։ Հիմա որ ասեմ, մարդիկ սպասում էին դրան, տենց պաթոսով չէ, խոսում են կա, արվեստագետներ կան, գալիս նստում են, լուրջ, այո, դա սպասված էր, դա հույզերի, ասած բան չէ։ Ուղղակի գիտեք ինչ, ինքը մեծ, ոնց որ ասում են, մեծ կտավի գործ է, էլի պաթոսով բան եմ ասում, որովհետև նախանցյալ տարի ես մարդկանց հետ հանդիսատեսի, ովքեր նայում էին իմ վերջին տարիների մանր-մունր բաները, այո, վերջին տարիների իմ արածները փոքր-մոքր բաներ են, որոնք բնավ կապ չունեն սրա հետ, որ հիմա կտեսնեն։ Ասում են մենք ուզում ենք մի հատ ձերին 5 լավ բաների նման էլի դրա թարմ տեսակը տեսնենք 5 լավ բաներ այսինքն մեակուլպային խաթաբալադային մասշտաբային առումով մասշտաբային առումով այդպես բան տեսնել ես էլ ասեցի քանի որ մարդիկ ցանկանում են ճիշտ են իրանք որովհետև այդ փոքր բաները մանավանդ կինո Մոսկվայում են խաղում տարբեր տեղեր են խաղում կինոյով հետաքրքիր բաներ են դրանք ժամանակի մեջ բայց իրենք չեն մնում ես ամեն ինչ արել եմ Մեր ամբողջ այս խումբը ամեն ինչ արել է Սահակյան Արտուրը, ամեն ինչ արել է դերասանները բոլորը, որ այս ներկայացումը համարվի առաջիկա տասնամյակի տրագիկոմեդիան, այսինքն որ չեմ ուզում դրա մասին խոսել, ասեն վաղ, բայց ինքը գնալու են։ Ու գիտեք, ասենք ինչա, այն ժամանակ որ նորերը ձեր ոնց որ ասացիք այդ մեակուլպան, այնտեղ շատ մարդիկ կային, սկզբից իրանք դահլիճից դուրս էին գալիս, ինչ որ բան չէր իրենց ոնց որ ասում են իրենց չէր բավարար իրենցը չէր կամ չէ գիտեք ինչ իրենց էին տեսնում երևի մեջ բայց այդ նույն մարդիկ դուրս եկողները պոտենցիալ հետագա 10 անգամ նայողներն էին որովհետև իրանք դա մարդը չէ մտածում դրա համար ասես ինչ է բան չի են sense խոսում ինչի են sense խոսում ես ուզում ասեմ ես ներկայացնում եմ ABC մեդիա չէ ABC մեդիա առաջին անգամ եմ ես այդտեղ սա հրաշալի տեղ է բարև ձեզ ABC մեդիայի դիտորդ թե հանդիսատես է չէ դե հանդիսատես էլ ինչ որտեղ բայց դիտորդ էլ հուսամ որ լավ եք եւ ես եկել եմ գիտեք հենց այս բաներն ասելու համար քանի որ ներկայացումը տրագիկոմեդիան ինքը ֆենտեզի է ինքը երևակայական է ոչ քաղաքական ես դրա մասին հետո խոսեմ մի քիչ հետո կասեմ ինչա նշանակում քաղաքական չքաղաքական շատ ծիծաղելի տեղեր կան, որ ես մինչև հիմա ասենք դերասանները չեն կարողանում անընդհատ ծիծաղում են։ Հա, բա ոնց։ Ծիծաղում են, դա տեքստը մոռանում են, բայց այդ փորձնական փորձերի մեջ ենք մենք։ Եվ ահա որ տեղեր կան, որ ոնց որ ասում են հին ներկայացման ես նայում էի մանավանդ տարեց կանայք ոնց են արտասուքի մեջ, ասենք բաների մեջ, ես չեմ սիրում տենց բաներ էլի եմ ասում էլի որ լացենք բան, բայց գոյություն ունի ժանր, մարդիկ բոլորը գիտեն, տրագիկոմեդիա։ Սա պետք է պատրաստված գալիս են դիտելու, որտեղ պետք է ասենք իրանք տեսնեն արտավազդ արքան ոնց է հանձնվում, իրա զորքի առաջ բարդ հանձնվում է։ Տենց բան պատմություն։ Հետո մահապատժի ենթարկում, որքան ես պատմությունից հիշում։ Հատում է, խաբվում է, ծախվում է, բանը անում, բան ու մեկ է դրանից հետո
Դրանից անմիջապես որ այդ բանը լաց հետո այնտեղ հայտնվում է իրան նախնիների ուրվականները, այնպես կարևոր բաներ են ասում, որ այսօրվա հանրը թե հանդիսատեսին է պետք եւ թե ընդհանրապես բոլորին է պետք այդ նախադասությունները երաժշտություն եկեղեցական արդեն հասնում է եսին ուր եկել մտնում անդե ասում ապե հատես Wi-Fi կոդը կասես մենք մտնենք տենամ դոլարը եթե բարձրացել է առնեմ եթե տենամ չի բարձրացել դու ու այդտեղ ասես մեկը սկսում անենց խոսակցություն որ դուք չեք դիմանա որովհետեւ ասենք ինքը գիտեք ով է ասենք այդ մի կերպարը միշտ չի որ տենց է ինքը թարմացնող է ինքը բոլոր թատրոններում պատտվում է ու թարմացնում է ներկայացնողները չնայած Հայաստանում թատրոններ կան որ երբեք չես թարմացնի ոչ մի ներկայացում որովհետեւ ասենք գիտեք ինչա դերասանի իրար հետ խոսում են մեկը թևին կպնում է մեկը փոշի է դուրս գալիս ես դրա համար մենք այնպես ենք այլ ես որպես պրոդյուսեր ես ներկայացման պրոդյուսեր եւ հեղինակն եմ ամեն ինչ բերել ենք Ամերիկայից ամեն ինչ սկսած փոքր թաշկինակներից չեմ ասում ամերիկան լավ է ուղղակի որ թարմ է գեղեցիկ է հելուինի բաներ կաներ ժան գեղեցիկ ասենք տրթատ արքան մենք գիտենք որ խոզ է դառնում տենց է լեգենդով ես չեմ հնարել ինքը չաղանում է հետո խոսրով դուխտը քույրը գայս ասում է խոշոր մտնում է խոսրով դու ասում տրթատ ես հասկանում ես ինչ է դու գիրացել ես դարել ես խոշորացված համայնք Ես ինչ վիճակի ինքը հա ուտեղ բանը որ խաղում է տրթատը Գևորգ Մինասյան գիտեք գիտենք այո Գևորգ Մինասյանը գիտեք են որ պատմիչ եղիշ է բան հա ու ինքը գիտեք ինչ չափսերի է ես հիմա կներեք ես չէի ուզի ասել բայց ստիպված եմ ասել որովհետև առաջինն է մարդիկ չգիտեն ինչ է ես ստիպված եմ ասել ինքը sense ասում հա բայց ինչ ասում դու հրահանգ ես տվել այդ 32 կույսերին սպանը դու միջազգային սկանդալ ես գցել փաստորեն ասում հա բայց ես հատուկ հաղորդագրություն եմ ուղարկել Ռոմ ես որտեղ դատապարտել եմ ատարակը այդ բաները այսօրվա արտահայտություններ են դրանք բոլորը չէ ինքը 32 կույս աշխարհում տես բան չի եղել ոչ Ներոնն է արել տես բան ոչ մի ուրիշ թակավոր որ ասենք եթե իրանք քրիստոնյաներին կամ մեկ այլ աղանդի պատժում էին իրանք հաշվում են դա քաղաքական իրենց երկրի անվտանգության ներդրումն բայց որ հրիփսիմեին չտրվելու համար որպես կին ինքը չի տրվել ու բանը դրանից 32 սպանես դա ինչ է խոսրով դուխտը վերջ ասում է երազից լուսավորիչներ եք ու մտնում է լուսավորիչը այդտեղ դուք ասենք ես ոնց ասեմ ոնց կարող եմ բացատրել Ավող Ալաթյանն է խաղում բոլոր այդ շատ դրական դերերը ոնց որ Գրիգոր լուսավորիչ հետո Ցրան Վերգո Գրեյով հա ինքը շատ կարքին տղա է մենք ինչ գիտենք ասենք էպոսի մեջ ինքը շատ կարքին տղա է շատ դիպուկ բայց ոնց է դրանք համադրելը դա եմ ուզում պատկերացնել քանի որ ֆենտեզի ամեն ինչ կարող է ուրիշ ասենց է սկսում ընդհանրապես սա ֆարս է չէ ֆարս մաժոր ֆարսա որովհետև մարդ դերասաններ եկեք մենք դերասաններ չենք մի բան անենք այս բան որ ոչ ոք չի արել ասենք բայց ասում դրա համար գրիմա պետ թատրոն արա չէ մենք ու սկսում են իրենք այդ խաղը ասում Հայաստանից հայաստանյան տիեզերակայանից տիեզերանավ է գնում դեպի Մարս ասում Հայաստանում տիեզերակ ոնց Հայկոնուր տիեզերակայանից տիեզերանավը թռնում ու քանի որ իրանք հայ են այսինքն իրանք դժվար կարողանան կոնկրետ Մարս հասնել որովհետև հայ այնտեղ խոսան ընկերներն ես ինչ թռնում են Թարս որտեղ Թարս են թռնում ու այնտեղ սկսվում այնտեղ իրանք հանդիպում են տերը ասում է դուք հա մենք հայերս էլի տենց պաթոս այդ պաթոսը հայերի պաթոսի դեմ է արված այս ներկայացումը էլի որ մտնում են մենք սենց բան հիմա մենք ինչ անենք մենք կորցրել ենք այս մենք ասում ես դուք ասում են մենք եկել ենք նոյից բանի նոյի ժամանակներից հաբետը նոյը մեր նահապետը բան ասում ես կեն ժամանակվա VHS կա գոնե որ մի հատ նայենք դենանք ճիշտ է ասում նոյի ժամանակ ու միացնում են այդ VHS-ը բարձր կա հա ու էլ չխոսամ որտեղ արդեն շատ խոսեցի նույն բանը կրկնվում է հետո այդ մոլորակում որտեղ իրանք թռնում են դա սովորական տենց ասում ասած մոլորակ չի սա այստեղ Հայաստանում մահացած մարդիկ են գալիս ու դատվում բացասական կերպարներ էլի այնտեղ կա մի հատ ուրեմն սքո օրերին սալյուտ խփող է գալիս ինքն էլ սալյուտից տրակվել գալիս է մի հատ անեց գրող մայրիկ բանը անեց կա գրում աշխարհներին արևներին թաղեմ ինքը տիկին բակտերիան է Հա գալիս է դիկին բակտերիան, հետո գալիս է մի ամենակարևորը վերջերում արդեն գալիս է մեկը ասում է ինչու՞ է մեղադրվում ես Հայաստանից եկած ես մահացած ասում է երջանիկ լինելու մեջ երջանիկ Հայաստանում ու ինքը գիտեք ինչ ինքը շատ կարևոր կերպար է սիրելի հանդիսատես ապագա գիտեք ինչ է դուք երևի նկատել եք մարդիկ կան որ Հիվան մանավանդ էս ինտերնետի դարում անընդհատ ժպտում են։ Այ ես չեմ հասկանում, ինչի այդ ատամները սենց բաց, երբ որ դա դերասան արտիստներն են անում են ստենդափի բանի, ասենք հասկանում ենք, իրանք հանդիսատես է բերում, իրանք սենց են նկարում, այ։
ասենք, բայց գիտեք ինչ է, այս պայմաններում, որ անդադ կարող է մի բան լինի, պատերազմ ա եղել, բայց սա այս կերպարը, որը բերել են, ասում եմ, ինքը երկրաշարժի ժամանակից, ասում եմ, ինքը ուրախ ժպտում, անընդհատ ժպտում է, այս բանը ու գնում է մի հատ պոեզիա տեղ, որ ավոն է իհարկե արտասանում, ու ես չեմ կարող դա արտասանել, նա ժպտում է, ինչ երևնի չի լսում ծպտունը, նա գարիս է բանը, ինչ էլ պատահի տան փակված ժպտում, այս ամբողջ խնդիրը, որ մարդիկ հանդիսատես է, ես կարծում եմ, որ չասեմ կցնցվի, բայց կհասկանա, որ այս պայմաններում մեր անցած վերցնենք մեր անցած վերջին 20 տարին, ասենք 20 տարին չխառնենք որևէ քաղաքական իշխանություններ են փոխվել, բան ինչ է բախել, բայց մարդիկ այս ամբողջ տարիների ընթացքում հասկանում եք, այնպես են ընդդարմացել, այնպես են բանը, որ աշխարհում ես չեմ տեսնի որևէ պետություն, որտեղ տեղի ունենա, ասենք, ողբերգական դեպք, տեղ ոնց որ զինվորներ էին այրվել, բանման, ու այդ ժամանակ դուրս գան արտիստներ կամ չարտիստներ, այսենց Instagram-ում ու սենց բաներ անում։ Հապերին կենցաղային հումոր, ես գարշում եմ այդ կենցաղային հումորից։ Ես ընդհանրապես կոմեդիաներից զգում եմ, որ իրանք հելնում են այսենց կատակներ, անում, «Աշերը մտած շոֆերը վարորդը, մտել եմ տուն կնիկս ասում է, բա տալգոտ կես բան հայ»։ Արա ես ու դրանք միշտ ամենտեղ կան, դրանց մասին չի ներկայացում։ Դրանց մասին չի, ես խոսում եմ ուղղակի։ Այսինքն ամենտեղ դուրս են գալիս, «Արա, հլկային Արա նայում ես, ասում ես, արա, բայց լավ, իրանք գիտեն գոնե, որ ասենք աշխարհի, ասենք վերցրել ամենանենց բան երկը, Մակեդոնիայում, չասեմ էլի, տենց Ֆրանսիայում, Հոլանդիայում գեմ, արա ասենց մարդիկ այդ երկրի չկան, որտեղ ընդեղ Տիգրան Մեծի ուրվականն աստեղ ասում է, գոյություն ունի ազգ, այն ժամանակ ազգ հաղորդություն չի եղել, բայց ինքն ասում է Տիգրան Մեծը, ազգը այն չի, որ դա քո ազգանունն է, ազգը այն է, որտեղ ապրում է մարդկանց մի հատ խումբ, իրար հարգող, իրար սիրող մի խումբ, որը երբեք չի ասի, ես Տիգրանակերտցի եմ ու ես արտաշատցիներին չեմ սիրում, ես արցախցի եմ ու ես չեմ սիրում ապարանցիներին, ասենք էլի, եթե տենց բան ասես, դա ազգ չի, դա կապկախումբ է, որը ես այս ծառի վրա թառել եմ, ասենք բաոբաբի վրա ու կողքը թթի ծառի վրա թառածներին չեմ սիրում, այդ դու ո՞վ ես որ սիրում։ Պարոն Սահակյան, մի հարց տամ էլ այդ կապակցությամբ, օրինակ այդ ազգային որակները այսպես ի՞նչն է ձևավորում։ Օրինակ գերմանացին այնպեսին է ինչպեսին կա, այսօրվա գերմանացին, իսկ այսօրվա հայը այնպեսին է ինչպեսին կա։ Եվ ի՞նչն է ձևավորել այսօրվա հային։ Այդ ազգային գծերը։ Այսօրվա հային ձևավորել է, ես բացասականն եմ ասում, դրական բաներ շատ կան, չասեմ դրա մասին։ Բայց մի երկու բան դրանից էլ խոսենք, էլի, որտեղ միշտ բացասականն ենք ասում։ Ամեն կրոջ սփյուռքային պես ասել։ Դրական եկեք սփյուռքային պես։ Այսքան ժողովուրդը, այսքան չի գնայ մեծ խոշոր, հայրենասեր, մասիսին գագաթը։ Բայց այս արդյոք այսօր հայրենասեր է։ Մեծ մասը նկատի ունեմ, էլի։ Ո՞վ է հայրենասեր, ոչ ոք հայրենասեր չի։ Ես ուզում եմ ասեմ, գիտեք ինչն է ձևավորել, որ ինքը սիրում է Բադրջան, իրանք պրոտեին չեն սիրում, իրանք սիրում են ածխաջրեր, սիրում է ուրց, մանկուց սիրել է ուրց, այդ ամեն ինչը քաղում ուտում է, մրգերը, բանջարեղենը, վարունգը, բանը, ու ինքը չի մտածում, որ եթե այդ հողը տակի չլինի, այս իրա ուրցը չի լինելու, ինքը դա մինչև հիմա սկսած այն որ մեր անհիշելի ժամանակներից 9-րդ բան, ասենք Արտաշեսյան թագավորությունից սկսած մինչև այսօր 2025 թվի սեպտեմբերի այս օրը ինքը չի հասկանում, որ այդ իր տունը, որտեղ ինքը, որի համար ինքը կկռվի, հա, որ մտնեն տուն, կկռվի, որտեղ ինքը որ մտնում են իր տուն, ուրեմն հեսա իր վարունգը կտանեն, հիմա սառնարանից այն ժամանակ ամբարից, ինքը դրա համար ինքը չի հասկանում։ Հենց այնպես չի լինում, չէ՞, այդ ոնց է որ չի հասկանում։ Ով պետք է հասկանար, ով պետք է օգներ, որ հասկանար։ Իտալացիներին, որոնք չէին հասկանում, օգնեց Նապոլեոնը։ Այսինքն տեղի ունեցան փոփոխություններ, 400-ական, 200 տարի առաջ, 250 տարի առաջ, որովհետև այնտեղ կա այդ բանը, ես վերոնացի եմ, ես չեմ սիրում, ոչ թե չեմ սիրում, ես ուրիշ եմ, ասենք Նապոլիցի կամ չէ, դա առհամարակը կա իրենց, թագավորություն չեն ունեցել, այլ դքսություններ։ Մենք ոչ թագավորություն ենք ունեցել, ոչ դքսություն, մենք ոչ մի բան չենք ունեցել, սկսած 9-րդ դարից այդ Մսրամելիքի պատմությունից հետո վերբոտ։ Մսրամելիք լավ այդ բան չանենք ժողովրդիս ազգին չմեղադրենք ոչ մի բան եմ։
որտեվ ասենք իրանք երբեք կան, չէ, արվեստագետներ, որ երբեք վատ խոսք չեն ասի, ամեն ինչ չափված ձևված, գիտեք ինչի են դա անում, եթե ինքը թատրոնի թատերական գործ, որ հանկարծ հանդիսատես չփախցնի։ Հետո փախցնի, բա քո իմաստը ո՞րն է, այ փախցնու։ Ասենք եթե դու գնում ես ներկայացում նայում ես այդ ստենդափ գնացող հանդիսատեսը նորմալ մարդիկ են գնան ծիծաղեն։ Իրանք գնան հիջվանան կան, այս շատ նորմալ է, բայց ստեղ եկող ներկայացող մարդը դա ուրիշ մարդ է։ Այդ նույն մարդը որ ստենդափ է նայում ու գալիս է սա է նայում, ինքը հասկանում է որ սա ուրիշ բան է, նա ուրիշ բան է, ինքը էլի գնում է ծիծաղելու համար այնտեղ իսկ մտածելու, խորհելու ազդվելու զգացմունքներ մի խոսքով այդ տանջվելու ինչի՞ չէ բանը ինքնամաքրվելու համար ինքը գալիս է նայում ասա ոնց որ ասեցիք միակուլպան ես ասեմ որ սա դրիվ նոր ձևով է արված ես չեմ գովում էլի չեմ եկել գովալու որովհետև ես գիտեք հանդիսատեսի խնդիր որ քիչ գան շատ գան տոմս առեմ տոմս չեմ ունեցել մենք չենք ունեցել մենք մեր հին պրոդյուսերով Արմեն Համբարձումյանի հետ 2090-ները չհաշվեմ, Խաթա Բալադյան չհաշվեմ, մյուսներ մյուս գործեր ունեցել ենք մոտավորապես 1.5 միլիոն հանդիսատես աշխարհով համեմած։ Ամեն անգամ այդ դահլիճ լցելու խնդիր չենք ունեցել։ Հիմա ես ուզում եմ ես ինչի եմ ես այստեղ եմ նրա համար շնորհակալություն, որ մարդկանց բացերում որ սա մի հատ այդպիսի նոր բան է, այսպիսի նոր բան է, որ մարդիկ գան նայեն։ Կարող եմ էլ չասել, կարող ենք մենք գիտեք ինչ անել, խաղանք շատ քիչ մարդով, որից հետո, ասենք մյուս նոյեմբերին դահլիճը արդեն աթոռ դիբերեն որ լցնեն։ Բայց ես ուզում ասեմ մարդիկ ես ձեր հանդիսատես էլի դիտորդները ինչի չգան նա, ինչի չգաք նայեք, օրինակ չի հաստեղ բան եք, չէ դրել եք այդ բանը։ Ինչ է։ Բան ինչ որ հղում։ Գոջակը որ գոջակ։ Հա, բա ոնց։ Սուրկային ասում են գոջակը գոխես, այսինքն առաջ գալիս էին 70-ական թվերին 80-ական։ Ես մեծ եմ տարիքով ես հիշում։ Գալիս էին ու մեզ ուզում էին զարմացնել, ես բան չունեմ իրանց դեմ, ուղղակի ասել էլի։ Ասեն գիտեք մենք մեքենամը գա գոջակը գոխես սուրճը մեջի կթափվե։ Այսպես բաներ։ Հիմա ձեզ եմ ասում սիրելի հանդիսատես։ Այստեղ մի հատ տեղ կա, որտեղ սեղմում եք ու ներկա է գտնվում, այդ ներկայացմանը սեղմ։ Գոջակը գոխես ներկայացումը արչևը գսի, այսպես է կսփռվե։ Գոջակը գոխես տեղերը ապահովելու համար։ Շնորհակալություն։ Լսում եմ ձեզ։ Պարոն Սահակյան, ուզում եի խոսենք այսօրվա արվեստագետներից։ Եթե արվեստագետը չի զգում կամ ներկայացնում այսօրվա ժամանակը, ձեր կարծիքով ինքը արվեստագետ կոչվելու իրավունք ունի, որտեղ այս հարցում ի դեպ շատ են վիճում ինձ հետ, ասում են դե ինքը կարող է չհետևել քաղաքական գործընթացներին, ինքը իր ոճի մեջ ստեղծագործում է, կա արվեստագետաձի, դրանք տարբեր բաներ են։ Այդ արվեստագետը, գիտեք ինչ է, ինքը թեկուզ որ ստենդափ անի, թեկուզ ինչ որ բան ինքը այսպես թե այնպես այսօրվա կյանքի բաները պետք է ասի, թե չեն նայի, բայց ես ինչ նոր խոսում եի այդ ժպտացողների մասին, որ իրանք գուցե իրանք էլ են այսօրվա բաներից խոսում, բայց իրանք հասկանում եք բիտավուխա կներեք էլ ռուսերեն բառով համար բիտավոյ է կենցաղային բան է ես չեմ ասում դա ցածր բան է չեմ ասում որ դա դիտողները անճաշակ մարդիկ են ես ասում եմ այդ են իրանք այդ են ասես տաքսին կանգնես դուրս եկավ կան լիկս կալգոտ կեն սիրած Չես միայն հումորային ժանրը նկատի չունեմ ես հասկացա ֆիլմ արտադրությունը գեղանկարչություն ամեն ինչ ես ասենք գիտեք ինչ մենք հիշենք Չարենցի խոսքերը, եթե ուզում ես երկրը լսել, ժամանակի շունչը դարձիր։ Ես հիմա առանց ուզենալու որ իմ երկրը լսեն, կամ մեր ընկերները, Հրանտ Տողատյանը, մյուսները, ասենք մենք այնպես մեր ներկայացումները մեզնից ինքնաբուխ կերպով ստացվել է այնպես, որ դա անհրաժեշտ է այսօր մարդկանց։ Հիմա եկեք վերցնենք այդ հին դեպքերից, որ ասենք գալիս է, օրինակ, ասում է, այ պարտք է վերցրել հարևանից 1000 դրամ, չէ՞, հիշում եք այդ ներկայացումը 1000 դրամ վերցրել ու ինքը մյուս օրը պետք է գնա որ մեր հողերը վերադարձնեն, ժամանակ մենք դες երազանքներ ունեինք։ Ու գալիս է վագրը ասում է գիտես ինչ, եթե դու Հովսեփ այդ 1000 դրամը քեզ չվերադարձնի, մեր հողերը չեն տա։ Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է թե դու ազնիվ չես։ Այդտեղ մարդիկ այդտեղ հասկանում են, եթե դու ազնիվ չես, դու չես ստանա այն ինչ որ ուզում ես, ոչ աստծուց կստանաս, ոչ քաղաքական մեծերից կստանաս, ոչ մի բան չես ստանա, եթե դու մենք ազնվություն, դու ունես մեղքեր, չէ՞ այն ժամանակ տենց է, դու արել ես, դու արել ես, դու չես կարողանում քո հարևանի հետ լեզու գտնես, հիմա ուզում ես գնաս միջազգային արվեստ, տենց ստացվեց, էլի, չէ՞ կարացան իրանք անային։ Մեկը դաշնամուր է նվագում, մեկը ռեմոնտ է անում, մեկը իր տունն է բանանում, մեկը հեռում է, մեկը sense մարդկանց ջղայնացնում է իր այս
երաժշտությամբ ու այտենց չեն հասկանում, որ այտենց ժամանակը անցնում, մենք քչանում ենք, մենք խեղճանում ենք, մենք մեզնից այդ պաթոսն էլ չի մնում, այն որ մենք գտանք, կլնենք, մենք վրեժ ենք լուծելու, մենք էս ենք անելու, ոչ մի բան էլ չեք անելու։ Ես կարող եմ հարու, ոչ ոք, ոչ մի բան, ով որ կյանքում ասել է ես վրեժ եմ լուծելու, նա պատկի ասում եք Դոն Կարլեոնեն կանգնել ասել ես։ Չէ, հիմա ընդհանրապես պաթոսն էլ չկա, այլ կա հրաժարում ամեն ինչից։ Նախքին Հա, մի կողմից նորոգ ես գրել էի, գուցե դա լավ է։ Ես ուրեմն նայեք 11, 12, 14 մինչև տենց 16 թվերին անդադ ասում եմ, Facebook-ում կամ ինտերնետ, այլ վերջ տվեք, ես որ բացում ես մենք հայերս, եգիպտացի թագավոր թագուհիները հայերի, հայկական ծագում ունեցող մարդիկ, էս սենց բան ասում չի կարելի, դա տգեղ բան է, ինչն է դա ինչ սեռական շեղվածություն է, հասկանում, պես բան է, Գուցե դողոքի ազգային կոմպլեքսն է։ ոչ մի բան չունես, քո ազգանունի յանով ես ուրախանում, որ ինչ, ասեմ մի բան ունեցի նոր, հետո այդ քո յանը առաջնով, որ յանը սիրեն, ոնց է սիրում են Արամ Խաչատրյանին, այդ դու քեզ Սարգի Խաչատրյան Արամ, դու քեզ Սարգի Չարենց, մի բան է, էտա հայը, ով է հայը։ Ինձ ժամանակ մի բան էլ ասեմ, ես ասեցի չէ որ քաղաքականի մասին կասեմ։ Ուրեմն մարդիկ, որ գալիս են ներկայացման ու ինչ որ տեսնում, իրենց են տեսնում, ոնց որ Համլետի հորեղբայրը եկավ տեսավ, որ ինքնաթունավոր է, չէ, Համլետը դա ցույց տվեց, թողեց զալից գնաց, դες մարդիկ կան, որ բայց այդ որ ոչինչ, դա շատ նորմալ է, բայց որ մարդը ինքը եկա դահլիճ ու նմանացնում է ինչ որ մեկ ուրիշ մարդու ու գալիս է ինձ ասում են, ասեմ Նեա կուլպայից խաթաբալադա 96 թիվներ, 3 հատ խաղացվեց, փողոցում անկապ մարդիկ, այս պոետի դեր այդ համազասպոր կա, այդ Վանոյին նկատի ունեի, բայց դու գիշ չես, եթե ես մեկին նկատի ունենամ, նախ դա շատ բարդ բան է, դա անհնարին է, որ ես, ինչ որ չեմ ասում, եսի մինչև, որ ես նկատի ունենամ ինչ որ քաղաքական գործիչի, նախագահի, նախարարի կամ ինչ որ ունենամ, որովհետև ինքը իրենք ով են, որ ես իրաց նկատի ունենամ, սենց բան կա, ու հարցը այն է, որ տեսեք ժամանակ անցել այդ համազասպի կերպարը կա, այդ ներկայացումը կա, հիշողություն կա, իսկ այդ մարդը ում որ ես իբր թե նկատի ունեի, չկա, բայց ես ոնց այն ժամանակ նկատի ունենայի մեկին, որը չի լինելու։ Այսպես բան գոյություն ունի։ Հիմա էլ այս ներկայացման մեջ սիրելի հանդիսատես ապագա, ես ոչ մեկին նկատի չունեմ։ Ես միայն եթե մի բան նկատի ունեմ, ես նկատի ունեմ հոգեկերտվածքը մեր հայերի, նկատի ունեմ նրա անցած ճանապարհը պատմական, որ ավելի ճիշտ մեկնաբանվի, չնայած դրա մասին է խոսում։ Դահլիճից մեկը դուրս է գալիս ու ասում են, չեք մեր թագավորներին ձեռ առնում։ Բացատրում են, որ սա լուրջ բան չի, սա պատմական չէ, դու ով ես, դու հիմար չես, դու ով ես այ հիմար ասում, հիմա էլ հիմարներն եք ձեր առնում, ես հիմար եմ, հա, բայց ով ասեց, որ այսպես մարդիկ կան, չէ, որ տոլերանտ պետք է լինես իրանց համար, ասում, հա, ես յուրաքանչյուր քաղաքացի, եսի մինչ այով սկսվող մի բան ցցի, քաղաքացի բանա, ես էլ յուրաքանչյուր քաղաքացին եմ, ես չեմ թույլ տալիս, իրան բացատրում են ինքը հանգիստ գնում է, ինքը կապուտ մազեր ունի։ Ես չեմ ուզում տենց մարդիկ լինեն, որ կանգնեն այսօրով ասեն մեր թագավորներին կամ ասենք նոյին, բան է ձեռը կառլում, ես կարող եմ հիշեցնել այդ հավեսով նայում եմ մինչև հիմա։ Ես նոր բաներ եմ անում, իրենք էդ են նայում, այն պատմիչ Եղիշը նայել եք դուք այդ։ Չէ, հատվածը չէ։ Այդ Գևորգն է, որ ասում է ես լրագրող Եղիշեն եմ, 4 տարի VHS են գտել էլի։ Ես լրագրող VHS-ը պատմում այդ Վարդան Մամիկոնյանը բերեց աղջիկեք բերեցին, parեցին, հետո այն ժամանակը հեշտ էր, այն ժամանակ ասենք մի հատ տեր քահանա է դուրս է գալիս, ինչ է, մինչև քահանա դառնալ ինչ է կար։ Ծառայել եմ բանակում, ռուս աղջիկեքը բան սկսեց պատմություններ, որ ասենք այն ժամանակ քահանա ընկերներ ունեն, բան հանգիստ նայում են, անցել է 15-25 տարի, ինձ էլի նույն քահանան տեսնում ասում է, բայց մեզ խայտառակ արեցիք։ Արս այն ժամանակ ասեիր, ինձ այն վաղ ինչ կյանքը ավելի հեշտ էր, այն ժամանակ ինչը բոլորը նայում էին, ինչ կա դրա մեջ։ Հիմա ստեղ էլ կա նույնը, հա, կա Սասնա Դավիթը, Ձենով Օհանը, այս պաթոսն է, էլի, այսօրվա, որ ամեն ինչ արա ասում են, որոշում ենք, պիտի գնանք, սենց անենք։ Մենք պիտի գնանք, արա ասում եմ, մի գոռա, լսում է այդ մելիքի բաները, մի գոռա, բայց ես ասում եմ, Ձենով Օհանն եմ, ես պիտի գոռամ, ասում եմ, ես էլ ցրամ վերգոն եմ, ինչ անեմ։ Այս բազար, բանում այդ վերջացեք, հետո պիտի գլներ Գուրգիկ Ջալալի, բայց արդեն տղամարդ դերասան
գրելու ժամանակ զգացի, որ չկա մնում է Իրինա Դանելյանը, ու իսկույն Քուրկիկ Ջալալին դարավ Քույրիկ Ջալալի։ Քույրիկ Ջալալին մտնել մեծ հավաք եկար սեղանի վրա Քույրիկ կար, այս չեք խոսում, համդ վերընկի տեղ ու մատ գնաց ընդ մենք պիտի կիսենք ասում է, մենք կներեք պիտի ասեմ որ այնքան բան կա չասած։ Մենք պիտի Դավիթին մենք պիտի հրահրում են, պիտի գնաս Մելիքին կիսես, ու հետո ասես թափտուր։ Դավիթը նա կիսեմ, բայց չի ասել թափտուր, որ մեռնի։ Այս որ մարդուն կիսում ես ինքը չի մեռնում, ու պիտի ասես հիմա թափտուր, այստեղ պաթոսը մտնում է իսկական պաթոսը, Զենովոյանը չէ։ Այդ թափտալը շատ իրադարձություն է մեր ազգային պահպանբանի համար, այդ թափտալը կլինի արա ասում եմ ես չեմ թափտալիս, Մելիքն է թափտալի, արա ասում եմ կապ չունի ինով թափտատոնը պիտի նշենք, արդեն փող են դուրս գրել, արդեն այդ բանն արել sense բան ու այդտեղ կորցրում են պետականությունը։ Ճիշտ է, էպոսը կապ չունի պետականություն կորցնելու համար, բայց այդտեղ միջնադարում կորցրում են պետականություն, թագ, եկեղեցի, բան, ամեն ինչ, չէ, եկեղեցի չեն կորցնում։ Ու դե ոնց անենք այդ պաթոսի պատճառով չեղավ այդ խոսալու պատճառով չէ մենք պիտի սենց անեկան չի ես ասում ես քաղաքական գործիչներին եմ ասում որ մի բան են ասում ես ես եմ անելու արին չի ես ասում եթե դու ես ասում արա մտենակ ինչ ալ դու չի ես ուրիշներին ասում թե ինչ ես անելու Պարոն Սահակյան, լավ բան հիշեցրիք, ես ուզում եմ ձեզ հարց տալ հայոց պատմության մասին, հայոց պատմության դուք շատ եք անդրադառնում եւ ասում եք, որ պետք է հայոց պատմությունը, քանի որ ծայրից ծայր լացելու է, պետք է խնդալով խոսալ հայոց պատմության մասին։ Այստեղ խնդիրը կարծում գիտեք ինչու է, որ մենք պատմությունը նաեւ նրա համար որ հետեւություններ անենք, չէ՞, բայց մենք հետեւություններ անելու համարձակություն չունենք, թե ուղղակի խելք չունենք, որ հետեւություններ անենք։ Դե նա լավ չգիտեն պատմությունը։ Ես մի անգամ Վերսալ էի գնացել, շատ ջահել էի, զարամյալ չէի։ Տեսա մեր բան վերան դաղվադաղվեինի բայց բաներ հացվում նոր ֆրանսերեն է խոսում հայ թագավոր տրթատ ա ես ասում եմ սովա բա այնտեղ ֆրանսուհի կար պարավ ասինքն ֆրանսուհին տենց պիտի լինի էլի ասում եմ սա ով ասում սա շատ զորավոր հայկական թագավոր է եղել բանը գնացում եմ այդ թագավոր այնպես բաներ արել նախ ազատագրել է համ հռոմեացիներից համ պարսիկներից հետո գնացել է հռոմեացիների մոտ մտել է Ներոնի մոտ Ներոնի լիքը լավ նվերներ ա տվել Ներոնը հանել լիքը փող ա տվել ասել է ջեբի փող տամ չէ ասում ասել է աղջիկի վրա կծախսես գնացել է եկել է Ներոնի փողերը բերել Արտաշատը վերականգնել է թշնամիներից պաշտպանել է խաբել է սպանել է դա այդպես պիտի թագավորը պիտի խաբի բան անի մտնի դուրս գա բան ուրիշ բան ասի ուրիշ բան անի խարդավանքների մեջ պետք է որ երկի այդ պահի ոչ թե գնա կանգնի զորքի առաջ ասում հանձնվի որ ինչ ընդհանրապես այդ շատ բան արտավազդի հանձնվելուց հետո դա ինստիտուցիոնալ բան է դառել դրա հետո գալիս է դրանից հետո մյուսներն ասում են եթե հանձնվել է ես էլ հանձնվեմ Վասակը մյուսը այդ սա նախարարները հաստում են Նժդեհին ասում են արդեն զորքերը մտել են բան ինչ են ասում Բուլղարիա մենք փախնենք Ամերիկա այնտեղ դու ահագին գործ կանես ես չեմ կարող թողել այս ժողովրդին բայց այդ ժողովրդին ինչ ոնց թողես մենակ ինչ անես ես նժդեհը մեծագույն բանը ռազմական գործիչ էր բայց քաղաքական գործիչ չի եղել ու գնացել բռնվել հանձնվել մինչև տենց հանձնվելը գայսը մինչև այսօր ինչքան մարդ է բռնվում ինչքան մարդ է հանձնվում ու դրանք բոլորը հերոս են հերոս չեն ես կարծում եմ հերոսը այն թագավորն է, այն քաղաքական գործիչն է, այն զորավարն է, որ կարողանում է այս ասի այն անի, սենց անի, նենց անի, դավադրություններ, որովհետև նույն արտավազդին նամակ է գալիս Հռոմից, ով է գրում այդ նամակը, Օգոստոս Կայսերը, որը ջահել էր, Լեր Օգոստոս չէր, էլի ինքը Օկտավիանոս է, ասում է այդ Մարկ Անտոնիոսը որ գալիս է Հայաստանի վրա, դա Հռոմից չի գալիս, դա այն գալիս է Եգիպտոսից Են Պուտինի, Պրիգոժինի նման ինչ-որ մի հատ բան է, էլի, ասում է դրան թունավորեք, մի բան արեք, դավադրաբար սպանեք, որ լավ կլինի հայ։ Ինչ է պատասխանում պաթոսը եւ բան։ Մենք ազնվական ենք, մենք դավադրաբար մարդ չենք սպանում։ Հա, մենք ազնվական ենք, գնում ենք կանգնում ենք հսկա զորքի դեմ ու հանձնվում ենք ընտանիքով գնում խայտարակ են գնում Կլեոպատրայի առաջ։ Այդ դրանից ավելի վատ բանի ինչ կարա լինի թագավորը, եթե ժամանակ հերն է գալիս, թե Իգրան մեծը իր պապան է։ Գալիս է ասում, դու գիտես ինչ արեցիր, դու ձևավորեցիր ազգային հոգեկերտվածք։ Ես քեզ տվեցի բան, դարձրեցի էլի արքայից արքա, դու դառար հայ թատրոնի մրցանակ։ Արտավազդ։ Հա, քեզից սերվանտի մեջ դնելու են, ասենք ամենա
բան դերասաններ արտավազդ են ստացել, մեր Օսկարն է, էլի։ Մի խոսքով sense բան մի հատ եմ ուզում ասեմ, ես եկել եմ նրա համար, որ դուք գաք այս հրաշքը նայելու։ Ես չեմ չափազանցնում, ես չեմ եկել sense բանը, որ դեսի լավն է, բանն է, sense կամ են ժպտացողների պես սիրելի եկեք բարե։ Ես ասում եմ ձեր համար, որ բաց մի թողեք պրեմիերան, որովհետև հետագայի էլի եմ կրկնում, հետո ներկայացումները իրանք արդեն պատմելու բանի կարիք չունեն, մանավանդ ես հիմա շատ ասեցի, էլի դրանցից շատ ասեցի, բայց ես ինչ անեմ, ուրիշ ճար չունեմ։ Հիմա ինտերնետ կա, այն ժամանակ ինտերնետ չկար, 2000 թվականին չկար։ Կար, իսկ ես ունեի, բայց հայկական սայթ էլի ես ունեի։ Հետո գիտեք ինչ ձևի կայք էր վրայերթկոմը։ Այն ժամանակ տարերը չէր երևում։ Չկար էլի, sense որ Unicode-ը բա։ Ես նկարներով, նկարենք, JPEG-ներ ենք անում, փոքրացնում ենք, որ մարդիկ մտնում նայում էին։ Այդ ժամանակից սկսած աշխատել ենք, sense բաներ ենք արել եւ ես ուզում եմ այդ աշխատանքը ես չեմ ուզում գնահատել, ես ուզում եմ որ մարդիկ նայեն, ես չեմ ուզում ասել որ իրենք բան հասկանան, որ դա դիտելու բան է։ Դիտեն, հետո մի անգամ էլ դիտեն, հետո այտենց դիտեն մինչև 2037 թիվը։ 37 թիվը լավ։ Ընթացքում չեք ծրագրում էլի ուրիշ բաներ անել։ Ես արդեն այդ ժամանակ երևի ինձ ոնց որ ասում են սպիսատ կանեն։ Մնացել է, հա, երևի ես չգիտեմ էլի ինչ կարելի է անել, բայց ամեն դեպս 3 տարի ես աշխատում եմ սրա վրա Արտուր Սահակյանի հետ քննում եմ։ Այդտեղից չի որ դու պիեսը գրեցիր, տարար Արտուրը սկսեց բեմադրել, չէ՞, քանդում եք, բան անում, փոխում, մտնում է դերասանների։ Դժվար երկար process է։ Փոխում, այդտենց առաջ է գնում, հետո մի դերասանը հեռանում է, գալիս է մի ամսով գնում, ասենց բան, հա, մարդիկ հարցում են ինչքան է տևում, սա ներկայացում է 2 մաս է։ Ինքը չափավոր է տևում։ Ոնց որ այն ձեր ասած, ես չեմ սիրում այդ, գիտեք, այդքան մեակուլպայի անունը տալ, ոչ էլ խաթաբարադայի, դուք ասեք, այնքան ինչքան խաթա մեակուլպան 2 մասից, բայց առաջին ներկայացումները հուսով եմ դա ձեզ չի խանգարի, մի 15-20 րոպե երկար կլինի, որովհետև նորա ինքը պիտի մի քիչ ռիթմի մեջ են գնի, մի քանի բան ունի, բայց մարդիկ հենց են գալիս ասում են, այնտեղ այն ժամանակ այն Չերչիլի մեջ sense բաներ ասում, ինչի՞ չի ասում։ Ասում ենք, դե գիտեք ինչ երկար էլ է, արդեն մարդիկ անգիր գիտեին, որ ինչը մի անգամ են նայել, մի անգամ են, բայց այդպես չի կա, մարդկա չի կարող ասենք 3.5 ժամը նալ, դրա համար 3 ժամը լրիվ հերիք է։ Կամ ասենք ինչա, թող նայ էլի, եթե պետք է գա ժամը 7:30, պետք է գնա տուն 10:30, 11:30 գնա, ինչ պետք է անի այդ մի ժամը։ Ինչ պետք է անեք այդ մի ժամը, բարև ձեզ նորից։ Պարոն Սահակյան, դուք գիրք եք գրել, չէ՞, պատմությունը հայոց, ես ֆիլմ տարբերակը տեսա YouTube-ում, եւ հետաքրքիր է, այնտեղ որ համեմատական պատմություն կարծես լինի, համեմատում եք եւ երևույթներ եւ որոշ ժամանակներ։ Դժվար է, որովհետեւ նախ կադրերը շատ չունի։ Ես էլ Հատիգրան մեծի կադրերից չունեի, էլի։ Բայց 88-ից սկսած էր կարծեմ։ Հա։ Ժամանակագրությունը այդպեսին էր։ Այնտեղ էս հետաքրքիր բան։ Սովետից է սկսվում, սովետի վերջին բաներից, sense այն ոնց որ ասում են դոբրի, sense բանի տակ պիոներ։ Բայց այնտեղ կարծես ասում եք նաև, որ, չգիտեմ, այս դեգրադացիայի պատճառը, եթե դուք համարում եք, որ հիմա մեր հասարակությունը որոշ առումով դեգրադացվել է, նաև այդ ոնց ասեմ, մշակութային բացողումներն էին արվեստագետների կողմից, չգիտեմ, այնտեղ ռաբիզն եք անդադ ներկայացնում, արվեստագետը իր գործը չարեց այդ ընթացքում, այդ դեգրադացիան դրա համար եղավ։ Ես գիտեք շատ չեմ շփվում ուրիշ արվեստագետների, մանավանդ գրողների բանի, այդպես չեմ անում։ Ես այնց մարդկանց հետ եմ շփվել, որոնց մասին ինչ է Խորեն Աբրահամյանի մասին ես ոնց կարող եմ ինչ-որ ասենք ոչ դրական մի բան ասել։ Ինքը ինձ բան է սովորացրել, ինքը ինձ բեմի վրա խաղալ է սովորացրել։ Ինքը խոսելու ժամանակ արդեն կարելի էր մեզ բան կարծել։ Ես Մհեր Մկրտչյանին մի քանի անգամ տեսել, չեմ կարող ասել, հանդիպել եմ շատ մարդկանց այդպեսի, եւ երբ որ տեսնում ես մեծություն, իսկական հայ մեծ էր, որ ասում եք, դու էլ չես մտածում, որ այնտեղ կան հայ փոքրեր, կամ ինչ-որ մարդիկ, որոնք գծնում են իշխանություններին, կամ ինչ-որ մարդիկ, որոնք իզուր տեղը ընդդիմություն են խաղում, ինչև հիմա եւ ընդդիմություն խաղացող կա, եւ գծնող կա, եւ բան կա։ Ես հասկացա այս տարի մինչև նոր տարուց առաջ, ու ես վերացրեցի բոլոր իմ այդ վիդեոները, տեսա որտեղ ես քֆուրով բանով տենց հայերենական խոսում եմ, որտեղ դա օգուտ չի տալիս։ Այդ հայերենքն էլ գնում ավելի շատ են ցածր հայի տականք կոչվող զանգվածի վրա, որոնք այսպես բաներ անում, զգացի որ իրանց էլ պետք չի բան ասել, մեկը չես փոխի։ Բայց ի՞նչն է բարձրացնում մարդու որակը, հայի որակը, ձեր կարծիքով, պաթետիկ հարց եմ տալ, գիտեմ դուք չեք սիրում։ Բարձրացնում։ Հա, ինչը կբարձրացնի։
Որտեւ այսօր կարծես չգիտեմ, ես այդպես եմ նկատում, մեկ արձային արժեքներից ինչ որ բոլորը կարծես հեռացել են, մերժում են, ժողովուրդը։ Եթե ինքը հասկանա, որ ինքը այդպես բան գոյություն ունի, ասենք եւս ինչ որ 100-ամյակներ անցնեն ու ինքը հասկանան, որ ազգ այդքան որ սիրում է կրկնել, դա այդ մարդիկ են, որոնք քո կողքն են, քո բաներն ու որ հասկանա, որ իր տունը չի ամենակարևորը, այլ ինքը ապրում է ազգի մեջ, այդ ազգն ապրում է երկրում, այդ երկիրը պետությունն է, այդ երկիրը ունի գահ, թակ, ասենք ինչ ով ուզում ալնի, այդ ամեն ինչ հասկանա, որ եթե իր Բադրջանը, որ ինքն ուտում է, ինքը չի ուտի, եթե չլինի հողը, ինքը եթե հասկանա, այ ամեն ինչ ուրա գալիս դեպի Բադրջանը, սմբուկը։ Այսինքն սմբուկը այդ ինչ են իրանք սիրում, ունեց անունները սեղ, եմիշ, դթում, բան ասում, հա, կանչում են արտավազդի հանձնվեց, ասում, եկեք կանչենք բնակչությունից, տենակ բնակչություն ինչ կարծիք է, հանձնվենք, թե կռվենք։ Գալիս է բնակչություն, ինչ է բերես տես նայում, արա ասում, եկել եմ քաղաքները գրավի, ինչ կարծիք ես քաղաքականություն չեմ զբաղվում։ Ես սիրում եմ Բադրջան, ես սիրում եմ ձեթ, բանը քաշած, բանը, դուք չեք սիրում, ասում, բայց թշնամի մտնելու է երեխուտ կոտորի քո տանը, դու սեղ չեք սիրում։ Դրա մեջ է, հասկանում եք ինքը դրա մեջ է, այդ է։ Ես ուզում եմ, որ այդ սեխությունը, բադրջանությունը, տնային բանը վերանա, բայց դա չի կարող, դա դրա համար պետք է լինի, ոնց որ ասում են Նապոլեոն պետք է գա, ոնց որ մտավ Իտալիա, ոնց որ մտավ Գերմանիա, Գերմանիան էլ է նույն վիճակում։ Ասենք այն ժամանակ Բեթհովենը չգիտեր, որ ինքը գերմանացի է, գիտեր, որ ինքը այդ ինչ քաղաքի լուսությունից է։ Հա, կարող է Բեթհովենի տատը պատմել։ Ու սենց իրանք գիտակցության մեջ գիտակցությունն է որոշում, մարդը հետ ինքը այդ նույն գիտակցությամբ երեխա է ունենում, նա սերունդ է ունենում, ու հենց բաներով գալիս է, ուզան գիտեն, որ մենք հայ ենք, ունենք մի երկիր, մի հավատք, եկեղեցի, Իսկ հաղթանակներ ունեցել եք մեր պատմության ընթացքում, անտդ պարտություններից եք խոսում։ Ես հաղթանակներ, այդ հաղթանակները, որ մենք ունեցել ենք, ոչ ոք չի ասում։ Ոչ ոք չի ասում, իրանք մենակ խոսում են պարտություններից։ Ավարայից ճակատամարտ։ Հա։ Միայն պատմության ավարայից ճակատամարտ։ Ես ասում եմ, այդ տրտատի պատմությունը կա, հետո մեկ էլ հայդուկային պայքարի բաներն են սիրում, որ Գևորգ Մարտպետովնին գնաց 20 հոգով, բան ինչ-որ պատմություններ։ Բայց իրականում, ասենք, նույն Տիգրան Մեծից առաջ, Տիգրան Մեծից հետո Ներոնի ժամանակ, ընդհանուր այս կայսրության մինչև քրիստոնեության ընդունումը, մենք շատ կարգին տղեկ թագավորներ ենք ունեցել, որոնք կարողացել են գնան սրա հետ խոսան, դրա հետ խոսան, մեկին որ պետքա բան անեն, որ պետքա պատժեն, որ պետքա բան անեն, գնան, օրինակ գնում են Պարսկաստանում, ասում են, որ հա, մենք ամեն ինչ կանենք, քաղաքականություն, դիվանագիտություն են վարում իմ համար եւ երկրի համար, ցանկացած ազգան ամենակարևորը դիվանագիտությունն է։ Վերգոն ասում է, Վերգոն դիվանագետ է։ Ասում են, չի եք կիսում ասում թափտու, դուք էլ չասել ինչ ասում, շատ կարևոր բան ասում։ Ասում են դուք ոնց ասում են Վերգո, դու մեր ազգային ոգին, դու մեր էպիկականն ես ծաղրում, դու ասում եմ չեմ ծաղրում, ասում եմ որ ոսկե դար հաստատվի, որ խաղաղություն հաստատվի, այդ մարդիկ բանը մեղք են, այս մարդիկ։ Դու ասում ես գնա կիսի սպանի, բանանի, այս բանը, ես չեմ ասում որ գնալ կիսել սպանելը վատ է։ Ես ասում որ այդ պահին պետք չի։ Մանավանդ թափ տալը։ Մանավանդ որ դու չես թափ տալիս։ Պարոն Սահակյան, մի հարց էլ տամ էլի։ Վերակ մենք չեք կարող չընդունել, որ ունենք անցած ճանապարհ, ունենք մշակույթ, միջնադարյան, արվեստի գործեր ունենք հրաշալի ստեղծագործություններ եւ նորագույն ժամանակներում, նորագույն շրջանում, ինչու մեր ժողովուրդը այդ ամենից մեծ կտրվել է եւ չի լսում, այլ լսում է ռաբիս, ինչ է դա մերը չի, չեմ հասկանում։ Ինչու՞ չդարձավ մերը։ Հոգեկերտված, էլի, լավ բառ է։ Ինչ լսի, ես պատահելա խանութներում կամ բան ասում, եթե անգամ ռաբիս չեն միացնում, ամաչում են միացնել, ընդհանուր, միացնում են ինչ-որ դիսկո բան կամ sense բաներ, որոնք մուսուլմանական, տենց ֆրանսիական երկիր կանեն, ես հասկացել եմ, որ այդ իրանք միացնում են, որ շատերին դուր գա, այսինքն մեկը մյուսին ռաբիզացնում է, մեկը մյուսին մուսուլմանացնում է, մեկը մյուսին վրա ասում է, դե ինքը շատ են լսում, ուրեմն ես ասում, ինչքան երիտասարդ նայում ես, ասենք, պատը նոր երգչուհի է դուրս եկել, նոր երգիչ է, 25-22 տարեկան աղջիկը, մեկը հի ուրեմն ինքը ինչ է, ինքը ապուշ չի, ինքը կարող զզվում է այդ ռաբիզից, բայց ինքը այդ անում է, որ զանգվածին դուր գա։ Հիմա զանգվածին դուր է գալիս։ Բայց այս աստիճանի բան, ես շատ աստված ծեծված բան կա էլ սովետի ժամանակ, ես ասում բալկոնների տակ, այդ վեֆերը բացած Բաքու էին լսում։ Հայերը, աշխարհում կա մի ադրբեջանցի, որ այդ նույն ժամանակ վեֆը բացած բան լսի, Ռուբեն Մաթեոսյան։ Չկա տենց բան, չէ՞։ Ոչ մի վրացի չի լսում, սրանք նստած այսպես բանով մեծամասնություն կոչված այդ կույտը լսում էր բան։
Լսում էր, հետո դրանք ինչ անեն, հետո պատերազմ որ եղավ Բաքու բան ամոթ էր, արդեն լսել է, բայց հոգում մեջ նստվածքը կա, հետո ինքսիում է դա։ Ինչ եք ասում։ Լավ, վերջում ձեզ մի քանի բլից հարց ունեմ տալ, պարոն Սահակյան։ Որ պատմական ժամանակաշրջանը կուզեիք տեսնել անձամբ։ Ես Հայաստանում թե աշխարհում։ Ցանկացած վայրում, աշխարհում, Հայաստանում։ Ինձ շատ հետաքրքրում Հռոմի քաղաքացիական պատերազմի ժամանակները։ Կուզեի ես մասնակցեի այդ Մարկ Անտոնիոսին սպանել։ Ես շատ եմ սիրում դավադիրներին սպանելու պահը։ Այդ հեղափոխականներին, որ բռնում են, Ձախակողմ, ես Աչակողմյան եմ։ Ձախակողմյաններին, մարքսիստներին, նույն այդ Բրուտոսին, բանին, այ ես բոլոր պատմական դեպքերում, երբ որ բռնում են դավադիրներին ու սպանում են, այդ մասերը շատ եմ սիրում։ Մանավանդ Ձախակողմյաններին, Պինոչետ սիրում եմ, չեմ սիրում հեղափոխականներին, ասել եմ, ով ինչ ուզում ալնի, ուզում է մահմեդական, ուզում է քրիստոնյա, ինչ ուզում է, ֆիդելներին, բաներին չեմ սիրում ես, Չե Գևարաներին։ Ինչ ասարած ես համար գեղեցկություն հայկական ձևով։ Հայկական ձևով գեղեցկություն, լուրջ պատասխան է։ Հա։ Այս մեկին հա։ Հայկական ձևով գեղեցկությունը դա Արամ Խաչատրյանի հենց Գայանեն է, Սպարտակն է։ Այդ է հայկական գեղեցկությունը։ Ասենք ուրիշ բան չկա, որովհետև այսօրվա օրով Արամ Խաչատրյան չես լսի երևի 90%-ը, որովհետև իրանք տգեղ են։ Իրանք միլիոններ են ծախսում, մի քանի միլիոն դրամ են ծախսում տունը ռեմոնտ են անում, որ նայես կզզվես այդ ճաշակից, որովհետև ինքը չգիտի, որ դա գեղեցիկ է։ Կամ նկարիչներ կա նայում ես, լավ գործայթակրիկ, բայց ինքը տգեղ է, ինքը չի հասկանում, որ Դաստոևսկին է ասել աղբեր, գեղեցիկը տենց էլ ասել աղբեր, գեղեցիկը կփրկի աշխարհը։ Իրենք չեն հասկանում, գեղեցիկից բաց չգիտեմ։ Մենք նայում ներկայացման մեջ, դնում ես տվեկը խոսած վերակ ասում այս դերասանը վերան տենց շատ մի տգեղ է, տենց մի բացի, հետո մեկը ռաբիզներին է իբր թե ծառում, ինքն էլ է ռաբիզ, ասում բենի վրա չի կարելի ռաբիզել, չի կարելի, ոչ մի ձև չի կարելի, դա բեմ է, դա կինո չի, դա բան չի, դա ինչ որ սրբություն կա։ Լսում եմ հաջորդ բլիցը։ Եվ վերջին բլիցը Հայաստանի մասին 3 նախադասությամբ օտարերկրացիություն ինչպես կպատմեիք։ Իրականությունը։ Գովազդային բանով մարդը մի հատ chat GPT-ին ասում է, ու ինքը գրում է, իրես։ Chat GPT-ն շուտ ստանդարտ բաներ է ասել, ամեն դեպքում ինքը այստեղից այնտեղից ինֆորմացիա վերցնում, դա ձեր հայացքը չի լինի եւ ձեր մեկնաբանությունը։ Եկեք հարցին պատասխանելու փոխարեն, ես չգիտեմ ոնց կասեի։ Ես ասեմ թե Տրթատը, էդ էլ ասեմ, էլ այդ մեկն ոնց է քրիստոնեությունը համոզում ես ուռոգլուխ Տրթատ, բանը լուսավորիչը ոնց է այս ուռոգլուխ Տրթատին, ասում եմ դու ինչ ցավում ես, ինքը բուժում է, չէ, դիետա է։ Ասում եմ ես որ գիշերը քնելիս փորս կախում ես մեզ արթնանալիս շունչս կտրվում է, իսկ պարկելիս էլ գլուխս افرում, ասում եմ իսկ Հայաստան ասելիս ինչ է լինում։ Ասում եմ ինչ պիտի լինի, Հայաստան ասելիս ճշտունքս ճակում է։ Ուրիշ ինչ պիտի լինի։ Ասում եմ ինչ, ու ասում եմ ստեղ դու հասկանում ես, որ դու եթե զոհվեիր Տրթատ պատերազմի դաշտում դու կդառնայիր հիմա կմնայիր թագավոր, բայց հիմա դու պատկերացնում ես, որ դու հիմա մեռնես ինչ է տալ։ Ոնց են քեզ հիշելու, կուսասպան, խոզակեր, ուռած, բան։ Ոստեղ Տրթատը հասկանում է, ասում է դու Հիսուսը սա դա քո խիղճն է, այդ խիղճը նույն բանն է, որ դու պիտի քո մերձավորին սիրես, մի խոսքով ես չեմ ուզում էժանացնեմ, ու այդտեղ ասում է դու ընդունում ես այդ ամեն ինչ, ասում է Հայաստանում քրիստոնեություն ընդունում ես, mən ընդունում եմ։ Դրանից դու գալիս են լուսավորիչին ասում են, որ այս նախարարները սկսել են յուղաներ կողմ նկարվել աղոթելուց մոմերի մոտ ու տարածում են ժողովրդի մեջ։ Դու պատկերացնում եք տենց բան։ Արդեն այն ժամանակից սկսվել է նկարվենք աղոթելուց։ Ես չեմ կարծում, որ մարդ կա, որը մոմերով, խաչերով աղոթելուց նկար է գցում, ինչ որտեղ նկարվում, ու այդ մարդը լուրջ հոգեկան խնդիրներ, սեռական կամ շեղվածություն չունի։ Այս բան չի կարելի անել։ Քրիստոնյա առաջին շնորհակալություն։ Մի հատ բլից եմ օրինում հենց այս պահին։ Օրինակ։ Վաղվա Հայաստանը ինչպիսին է լինելու։ Մի քիչ պաթետիկ։ Վաղվա Հայաստանը։ Ուրեմն մնալու են մի 8 ֆուտբոլիստ, այտենց այդ ստադիոնի վրա ասենց վազելու են, ու մի 50 հոգի կասկադի այդ բաները ուսած մինչև են օպերայի մոտից այսպես կասկադով ըստած կոֆե են խմելու։ Իսկ լավ բան։ Իսկ լավ բան։ Լավ բան ես չեմ կարող ասել, ես լավ բանի մասնագետ չեմ։ Ոնց մեկ գալիս ասում են,
Այսքան վատից եք խոսում միշտ լավը չեք տեսնում, ասում եմ, ում լավը նախ, հետո ասում եմ, լավ, ասենք լավը տեսնում եմ, որ ինչի ես ասեմ այդ լավը։ Լավը ինչի ես այդ լավը ասեմ, ինչ դուրս գամ ասեմ, Հայաստան ասելիս սիրտս ճաքում է, շրթունքս ճաքում է, ինչ ասեմ, արավ տենց բաները։ Տենց չեն սիրում հայրենիքը։ Հայրենիքը տենց չեն սիրում։ Գոռալով, պաթոսով մենք տեսանենք, մենք տեն անենք, մեր հարբարանը, մեր պատմությունը, մեր նախնիները։ Մի այսքան հարգած չկա ձեր նախնիների նկատմամբ։ Հետո տեսնում ես մարդը, որ ամբողջ քաղաքը թաղված է բանի մեջ, որովհետև ասենք դեպք կա պատահել, տրագեդիա եղել, զինվորներ են այրվել կամ զոհվել, մեկը տենում է գամ դուրս է գալիս մի հատ մարմնավաճառի զավակ։ Ես ոնց բանեմ, այդպես բան չի կարա լինի։ Ոչ մի գերմանացի իրան թույլ չի տա, որ սքորեր, գերմանացին նաև թույլ չի տա, որ սքորեր լինեն իր երկրում։ Հենց տենց։ Ուրեմն դեռ ասում եք ազգ ապրում։ Ոնց կարող է ազգ ապրի։ Գամ։ Դա էտելա չէ սերվական, ես էլ եմ խփող, ես էլ եմ կարակող, ես էլ եմ կռվող, ես էլ կարամաղջիկ եք նայեք, տեսեք բան ինձ էլ եկեք իմ հետ ինձ տարվեք։ Իսկ Արցախից այսօր ով իրավունք ունի խոսել։ Արցախից խոսելու են սրանից հետո նենց ոնց որ խոսում են Կարսից, Արդահանից, դա պատմական, ոնց որ խոսում են մեր պատմական Հայաստանի բաներից, նույն բանը։ Ամեն ինչի մեղավորը մենք ենք։ Հավաքական հայ ժողովուրդը նկատի ունի։ Այս բոլոր տրագեդիաները, որ համեմատում ես պատմության մեջ, եղել է մտածողության պատճառով։ Ինքնից շատ վատ է, բայց էլի եմ ասում, պատմությանը պետքա ծիծաղով նայել, պետքա ուրախ նայել, որովհետև ամենակարևորը մարդիկ, եթե ուզում են պատմություն, իրանք այդ են դիտում, տենց են, ու չես կարող ասել, գիտեք, տրթատ թակավորը դա տրթատը խոզ է ուտում, ինչ որ ուրիշին սովորացնում է խոզը ոնց դի ուտել, հետո այդ աղջիկան ասում է տրվիր, հետո մտնում ան դե, հետո դու տենց մարդկանց ներքաշում ես բանի մեջ, ոնց որ Ադոլֆն էր գալիս ասում էր ինչի Ժավելի սպիրտը ինքը ասում է, որ հետո կարևոր բաներ ասի, հետո ասի, որ դուք խոսում եք ձեր պատմությունից, հիմա գալիս եք Գերմանիայի խանութներն եք թալանում, այդ ժամանակ հանդիսատեսը հասկանում է որ ինքը այցենց մենք խասում ենք, հիմա գնում ենք ուրիշ երկրներն ենք թալանում, վատ ենք անում, այդ ժամանակ պետք չի ցույց տալ լավը։ Լավը որն է, ում համար այդ լավը։ Ես ցույց եմ տալիս հենց այդ, որ տրթատը սենց, բայց եկավ լուսավորիչը, կարացավ լուսավորիչը, չեկած քրիստոնեություն ունի։ Համոզեց, խոսեց, բացատրեց, լացեց, ծիծաղեց, ամեն ինչ արեց, որ քրիստոնեություն ընդունվի, հետո էլի մանալով կա, Այդպես եմ ես հասկանում պատմությունը։ Պատմությունը սրբություն չի, որնամատ չգիտես ինչ ա եղել։ Ինչ գիտեն, կարող է արտավազնել ինչ-որ, ոչ թե խաբել են, այլ մտածված մտածել է կարող է գնամ, հետո կարող է, ինչ ասես, չգիտես։ Շնորհակալ։ Եթե ուզում եք այդ բան էլ ասեմ, որ գնամ ես հանգիստ լինեմ, որտեղ հետո ինձ չզանգեն կամ չգրեն կամ մեսենջերով, բա որտեղից բան։ Այդ ներկայացումը դուք պետք է նորից բարև ձեզ։ Ստեսյունից առաջ ասում եմ բարև ձեզ։ Այդ տեղը, որտեղ հիմա դուք այսպես կսեղմեք եւ կգնաք կդիտեք այդ ըսկանչելի ներկայացումը։ Շնորհակալ եմ։ Պրեմիերա Տիեզերք այլ մոլորակայիններ Սիրիուս եւ Սիրիուշ Նոյնահապետ եւ որդիներ Արտավազդ Բ Հայի Պաթոս եւ Ցենտուրիոն Ճարպիկուս Տրթատ Գ Ռիփսիմե Խոսրովադուխտ եւ Գրիգոր Լուսավորիչ Սասնա Դավիթ Ցրրան Վերգո եւ Քույրիկ Ջալալի ինչպես նաեւ 18 այլ կերպարներ ֆարս մաժոր տրագիկոմեդիայում դերերում աննման դերասաններ հոկտեմբերի 20-ին եւ 21-ին Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում ֆարս մաժոր նոր տասնամյակի տրագիկոմեդիան նվիրվում է Արամայիս Սահակյանի հիշատակին